Ողջունեմ ձեզ, մեզի հավատ կնձայող իր խոսքի միջոցով Տեր Հիսուս Քրիստոսի անունով եկած ենք զինք բաշխելու, քովափանելու մեր երգերով, մեր պատգամով։ Հոդնգայս պիտի երգենք 360-րդ երգը։ Քաղցր խաղաղություն եւ հավատք հարաջուն։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 13 անց նվիրում։ Ուստի Քրիստոսի վրայով առաջին սորվելիքները ցկելով գադարյալին քանք։ Արդ գաչեմ ցեզի եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ծեր մարմինները ընձայեք գենթանի զոհմը Սուրբ Աստծո հաճելի, որ է ծեր փանավոր բաշտոնը։ Երմին երկարանի այս աշխարհի երկարանքովը, ահա ծեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպես
Սեր անձերը Աստծո ընձայեցեք, որպես թե մերելներեն ողջնցած, եւ ծեր անդամները արդարության կորձիկներ Աստծո։ Քանզի մեղքը ձեր վրա բնիշիշե, վասուսի օրենքի դակ չէ, հապա շնորհքի դակ։ Ինչպես ծեր անդամները անօրենության համար ընձայեցիք, բղծության եւ անօրենության զարաները լալու, այնպես հիմա ծեր անդամները սրբության համար ընձայեցեք արդարության զարաներ լալու։ Այսօր ձեզ մեր իր կամքովը դերոջը ընծադրող ով կա, Եվ ոչ թե փորչապ մենք կհուսայինք, հաբա անձերնին ալ դվին, առաջ դերոջը ու ետքը մեզի Աստծո կամքովը։ Դերը օրհներ խոսքին ընթերցումը, դերավիրեմ հովիվը, որ մեզ աոտկով դերոջ կահում մոդեցնե։ Մեր սիրելի հայրը սրդանց փառք ուտանք քեզի այս օրհնյալ առիթին համար շնորհակալ ենք, որ այս դերունական օրը դարձյալ մեզի շնորհեցիր, մեզի կյանք բարգեւեցիր եւ եկանք Տեր միապերան դաջարիտ մեջ երկրբակելու քեզ, քո անունը փառաբանելու, մեծարելու, բադվելու, մեր շրթուկներուն, սրդերուն քո հնագությունները հայտնելու։ Այո Տեր, թուն ամեն Պաշտամունքի երկրբակության արժանի ես, թու մեծ և հզոր ասվածը լալով, գոհոժարիս մեզի բես դգար արարացներուն հետը լալ, այո գահավադանք խոսման համացայն մեզի հետ ես այս պահվան մեջ, անոր համար եկած ենք, հավատքով գուքանք և դեր ամեն բանի առաջ քեզի հետ հանդիպում ունենալու, քեզ բաշտելու համար գուքանք, մեր նպատակը այս է Տեր, Եվ շնորհակալ ենք, որ դու գիտես մեր ներսիտին ինչ կփնագի, մեր շարժարիտները գիտես, մեր նպատակները գիտես, մեր խորհուրդները հերույեն գիտես, փառք ուտանք Տեր, շնորհակալ ենք, մենք քո առջևդ մերկ եւ հստակ ենք, անոր համար գխոնարհենք եւ գխնդրենք քո օրհնությունը մեր պաշտամունքին վրա։ Քեզի գանցնենք Տեր, սկիզբեն մինչեւ վերջ այս պահը օրհնելով օրհնես, պատրաստես մեր սրտերը Բանաս մեր մտքերը, լուսավորես խոսքովդ և դեր այն ճշմարտությունները զոր գուզես մեզի փոխանցել, մեր սրտերում մեջ դեղ գտնա և բդուղ բերե։ Դեր փառք ուտանք խոսքիդ համար և այն բոլոր օրհնություններուդ, փառիքներուդ համար զորով կվայելենք։ Շնորհակալ ենք Տեր, այո, եթե թուն մեր կյանքերում մեջ չլայիր, մենք խեղճ ու թշվախտ մարդիկ պիտի լայենք։ Բայց Տեր մենք քեզմով ուրախ ենք, քեզմով խաղաղ ենք եւ անոր համար Տեր հոժարությամբ, գիտակցությամբ, ուրախությամբ եւ մեծ բարձանքով քեզի հետ կգալենք եւ կհրճագենք մեր շուրջը եղող մարդոց, թե մենք քու գտենք, քեզ կսիրենք եւ որոշած ենք քեզի համար ապրիլ։ Այո Տեր, երանելի է այն մարդը, որ քեզ ընտրած է եւ Տեր քեզի հետ գաբրի եւ քու փառքիդ համար գծարայե։ Ով Տեր մեր նյութերն ալ քեզի կբերենք, շատ հիվանդներ ունենք իրենց անուններով, բոլորն ալ Տեր շնորհած քայդ առջև կբերենք, միապերան գաղութենք, որ զիրենք բժշկես, գադարել աբես Տեր բժշկություն բարգևես։ Այո Տեր ինչ որ մարդոց կողման է, անգարելի է, քու կողման է Տեր անգարելի բան չի գա, ամեն բան կարելի է։ Ուստի քեզի գանցնենք մեր բոլոր հիվանդները։ Հիշե նաև խռովյալ երկիրները, պատերազմի երկիրները, մեր հայրենիքը Տեր կխնդրենք, որ ողորմիս եւ քո հրաշքներդ Տեր գադարես մեր երկրի մեջալ։ Տեր այն տեղերը ուր գրակներ կան, մարդիկ Տեր խուճապի մատնված են, իրենց դուներեն հեռացած են, բոլորին թուն Տեր օգնության հասնիս եւ բոլորին ներսիտին կործես, որպեսզի անոնք այդ վիճակներու մեջ Տեր քու թեմքդ խնդրեն եւ անոնք որոնք քեզ մերացած են քեզի մոտենան այս բոլորը Տեր Հիսուսի անունով կխնդրենք փառքիդ համար ամեն Ամեն Փառաբանենք մեր Տերը երկելով 195-րդ երգը ավելի մոտ սրդի Տեր խնդրեմ
հաջորդ փարապանությունը բիդելա 823-րդ երգը Աբրիմ Հիսուսի նվիրյալ Սուրբ կյանք Մեր վերջին փարապանությունը բիդելա 320-րդ երգը Գուզես մաքուր կյանք մը ապրիլ Հիսուսի նման
Հիմա ժամանակը հասավ Աստծո խոսքը լսելու պիտի գարտամ Հակոբոսի նամակին ուրեմն երրորդ գլուխին 1-10 համարները Հակոբոս 3:1-10 Եղբայրներս շատ վարդապետներ մի ըլլակ գիտնալով որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունիք վասնզի ամենս շատ հանցանքներ գնենք եթե մեկը խոսքով հանցանք չնե անիկա գադարյալ մարդ է որ կարող է բոլոր մարմինն սանցել դες որ ցերուն փերանը սանց կտնեն որբեսի անոնք մեզի հնազանդին ու անոնց բոլոր մարմինը գարավարենք ահա նավերն ալ որ չափ մեծ բաներ են եւ սաստիկ հովերեն կքշվին բայց ամենափոքր ղեկովը կգարավարվին ղեկավարի գամքը որ գոմը որ ուզե այսպես ալ լեզուն բզդիկ անդամ մնե ու մեծ բաներ կխոսի ահա քիչ մգրագը որ չափան փոցի գուդա լեզուն ալ գրակ մնե անիրավության դիեզերք լեզուն մեր անդամներու մեջ այնպես թրված է որ բոլոր մարմինը գաբագանե եւ փնության շրջանը կփրկցնե ու ինք քեհյանեն կփրկվի բոլոր քազաններուն ու թուրչուններուն եւ սողուններուն ու ծովու մեջ եղածներուն փնությունը կնվաճի եւ նվաճված է մարդկային փնութենեն բայց լեզուն մարդոց մեկը չգրնար նվաճել անիգա անզուս չար է ու մահապեր թույնով լեցուն անով գործնենք զասված ու հայրը եւ անով գանիցեն մարդիկ որոնք Աստծո նմանությունով ստեղծված են միևնույն փերնեն գելեն օրհնություն ու անեց եղբայրներս պետք չէ որ այսպես ըլլա ինչ կխորիկ դրամփանական է չէ պետք չէ որ այսպես ըլլա մեկ փերնեն թե զասված օրհնել թե ալմարտոց անիծել մեր նույնը կշարունակենք անցյալ գիրագի որը սկսած էինք լեզվին բդանքները կամ լեզու զսպելու անհրաժեշտությունը այս երրորդ գլուխը լեզվի մասին կխոսի որ մարդու մարմինին կարևոր անդամները մեկն է եւ անոր գդարած կորձը շինելու եւ քանթելու գծարայը եւ առաջին մասի մեջ որ գարտացինք կխոսի տասագարքի մբատկանող մարդոց որոնք գսիրեն վարդապետելը կամ վարդապետելու թերը ունենալ թիրքը ունենալ գսորվեցնեն ասոնք կգարձեն թե ամեն բան գիտեն ու հարցումներու պատասխանը իրենց կողմ կգտնվի իրենք սորվելու գարիկը չեն սկար երբեք այլ միայն սորվեցնելու պատասխանատվությամբ բեռնավորված գսկան ուստի հավատարմությամբ գադարելու են այն ինչ որ գսկան եւ այս ոչ թե միայն վտանգավոր է ինչպես ասի այլ նաեւ շատ մբարականերու մեջ գործանարար է աշխարհի մարդոց մեջ շատ կտեսնենք մարդիկ որոնք ինքնին փիլիսոփա կներկայացնեն ամեն բան գիտեն եւ իրենց չկիցածնալ կիցածի պես կուզեն սորվեցնել այս տեսակ մարդիկ մարդոց տիպը շատ է եւ այստեղ արաքյալը կարտացված հատվածի մեջ լեզուն գնամանցնե ցիուն փերանը թրվող սանցի եւ նավումը ղեկի երկուքն ալ փոքր են սակայն մեծ կորց կգադարեն կորձեր կգադարեն սանցը ոչ միայն ցիուն գլուխը այլ ամբողջ մարմինը կգարավարե այսինքն ցիուն վարմունքը քալվածքը արակությունը նույնպես հսկանավը մարդուն ցերքի մեջ եղող փոքր ղեկովը կգարավարվի Հակոբոս արաքյալ այս օրինակներով գուզե շեշտել լեզվին գադարած մեծ եւ կարևոր կորձը եւ հաջող մենք նկատի չենք առնել անգերձ լանք այս փոքր անդամը մեր մարմիններու մեջ ինչ ավերներ կգործե եւ նկատի չենք առնել մեր խոսածին
եւ այսպեսով մեր լեզուն կկործածվի եւ երբեմն շատ վնասներ հարաճ կբերե։ Լեզուն փոքր անդամ բլալով գրնա մեծ կորձեր կամ մեծ կանթումներ հարաճ բերե։ Ընտանեկան, բարեկամներու, ազգականներու, եկեղեցական միջև իսկ ընկերային կյանքի մեջ։ Ինչպես կրնանք մեր լեզուները սանցել, պատասխանը Սուրբ Հոգիով, երբ թույլ կտանք, որ անկառավարե մեր լեզուները։ Միայն այնադեն կարելի է մեր լեզուները սանցել։ Մեր անձնական ուժերով, մեր գիտությունով, մեր կարողություններով անկարելի է։ Անսանց լեզու ունեցողներ, դաղանթավորներ են, կարողություններ ունին, խելացի են, բայց չեն կրնար իրենց լեզուն սանցել, որովհետև Սուրբ Հոգին հսկողության տակ չէ։ Իմաստունը գսե ժողովողի 5:6 թող մի դար որքու փերանդ մարմինդ մեղ կործել դա։ Մարմինիդ մեղ կործել դա։ Լեզուն մարմինին այն անդամներն է, որ կրնա ճշմարտությունը խոսիլ կամ ճշմարտությունը խոսելու գծարայե եւ նաեւ գծարայե ստելու։ Լեզուն անցյալ անգամին հարցում արած ենք, ով թրած է մեր մարմիններու մեջ, Աստված։ Ինչու համար, որպեսզի վնաս հասցնենք մեր շուրջիներուն, քավլիցի։ Բարեկուտն ասված ամեն բան բարի ստեղծեց, սակայն երբ մարդը մեղանչեց, ամեն բան իր ապագանած բնության, մեղավոր բնության աստեցության տակ եղավ։ Անոր անմեղ բնությունը ապագանեցավ։ Եվ որ մեյետքը մարմինին անդամները սկսան կործել ապագանած մեղավոր բնության աստեցության տակ, որուն գլխավոր գրասենյակը հոն դնորենը էղոն է, եսն է։ Սակայն փառք կտանք Աստուծո, որ կարելիությունը կա մարդը ցերպազատվի այս ապագանած բնութենեն, զորությունը ստանալով, զայն սովամա բահելով։ Հավատացյալը նոր ստեղծված մը երբ կլա եւ աստվածային բնության հաղորդ կդառնա եւ այսպեսով անգրնա իր լեզուն Սուրբ Հոգուն հսկողության անցնել եւ խոսիլ ինչ որ շինություն է։ Այսօր փորձառությամբ ագանադես եղած ենք։ Շատ դժվարություններու մեջ հավատացյալներ լուր գեցած են եւ հանդարտ կերպով խնդիրը ալիքը եկած ու անցած է, որտեղ հավատացյալներ լուր գեցած են խաղաղությամբ դարձյալ գշարունակեն իրենց կյանքը ընտանեկան, եկեղեցական, բոևե բանի մեջ։ Ուրեմն, ինչպես որ այս լեզուն կրնա քանթել, կրնա նաև շինել։ Այստեղ ինչ է պատճառը, որ ավելի խստությամբ պիտի թատվին գսե, ինչպես որ հոս կարտացին։ Եղբայրներ, շատ վարդապետներ միլա գիտնալով, որ ավելի մեծ թադաստան պիտի ընդունի։ Ինչ արդյոք պատճառը, որ այս թադաստան ավելի մեծ պիտի լա։ Պատասխանը, որովհետև բոլորս լեզվով շատ հանցանքներ գնենք։ Առաքյալը գսե, եթե նշմարեցիք, իր անձին ագնարգելով գսե, ամենս շատ հանցանքներ գնենք։ Չսեր դուք, ամենս բոլորս Ուրեմն, ուր կմնան անոնք, որոնք կսորվեցնեն եւ իրենք չեն ապրիր այն ինչ որ ուրիշին կսորվեցնեն եւ Սուրբ Հոգին աստեցության տակ չէ անոնց լեզուն։ Ան որ խոսքով հանցանք չնե գսե գադարյալ մարդ է, ոչ թե անմեղ, այլ խոսքով չմեղանչել, որովհետև լեզուն զսպող մարդն է։ Գադարյալ մարդը ան է, որ իր լեզուն կզսպե եւ կրնա իր ամբողջ մարմինը սանցել։ Այստեղ մարմինը գփովանտագե վարմունք եւ մարմնային ըսկայարանքներու միջոցով կործել, որոնք գադարելու համար մարդուն
մեղավոր աբագանած բնությունը պետք եղած զորությունը գայթայթը այնպես որ թուրսեն հadouk ուժը պետք չի գա մարդու ներսեն ամեն բան գպխի աստծո խոսքի մեջ շատ անգամ մարմին բարը հասկանալու ենք որպես աբագանած բնության արդատրած կորձերը թույլ տվեք որ այս ուղղությամբ քիչ մը շեշտեմ հայերենի մեջ երբ մարմին բարը կկործածվի բոլոր բարականերու մեջ թե մեր նյութական մարմինին համար եւ թե մեղավոր աբագանած բնության արդատրած կորձերուն համար մարմին բարը կկործածի սակայն բնակիրի մեջ բոլորովին ուրիշ է այնինչ որ մեր աբագանած մեղավոր բնության կորձերն են եթե գարտանք Քարադացի 5-րդ գլուխին մեջ գարտանք հոս 16-21 Միայն թեզ այս գզուրուցեմ հոգյով կացեք ու մարմինին ցանկությունը պիտի չգադարեք վասնզի մարմինը գցանգա հոգին հագարակ ու հոգին մարմինին հագարակ եւ ասոք իրարու հագարակ են որ չլա թե ինչ որ գուզեք զայնանեք բայց եթե հոգին գարաչնորթվիկ ալ օրենքի տակ չեք արդ մարմինին կորձերը հայտնի են որ ասոնք են շնություն, բորգություն, բղծություն, քիջություն, գրաբաշխություն, գախարտություն, թշնամություններ, գրիվներ, նախանցներ, փարգություններ, հագարագություններ, երկբարագություններ, բաժանումներ, չարնայբացներ, մարտասպանություններ, քինովություններ, անարագություններ ու ինչ որ ասոնց նման են շարունակեմ Զոր հիմա կնե ես ցեզի գզուրուցեմ, ինչպես առաջ կնե ալ գզուրուցեի, որ այսպեսի բաներ կործողները Աստծո արքայությունը պիտի չժարանքեն։ Հոս մարմին բարը կործածե, մարմինին կործերը։ Հունարե բնակիրի մեջ սարքա բարն է, որ գագնարգե մեղավոր աբագանած բնության արդատրած կործերը։ Հոս մեղավոր բնության կործերը հայտնի են սարքային, իսկ երբ որ մեր նյութական մարմինին համար գխոսի, սոմա բարը կործածե։ Զոր օրինակ գսե, չեք գիտեր որ ծեր մարմինին անդամները Աստուծո պետք է ընձայեք, Հռոմայացիոց մեջ ընձայեցեք գսե, որպես զո, հոս մարմինը մեր մարմինին անդամներն են, ինչպես որ առաջ բղծության համար կործածեինք մեր մարմինին անդամները, հիմա գսե սրբության կործիկներ դարձուցեք, բայց հոս երբ որ գսե հոգիով կալեցեք ու մարմինին կործերը բիչի գադարեք, մեղավոր աբագանած բնության արդատրած կործերը բիչի չգադարեք, ինչպես երբ սուրբ հոգիով կքալենք։ Այս բարը որովհետև շիդակ չհասկացան առաջին թարու գարկմը եկեղեցվո առաջնորդեր աստվելով գնոստիկյան վարդապետութենեն եւ ինքզինքին գչարչարեն մարմինը պետք է սովամահլա գրնակ պատկերացնել շղթաներով այսպես կգաբեին եւ աղորը գչարչարեն գորթոդեր եւ կպերդին որտեղ մարմինը գդանչը միշտեր արաքյալը գսե մեղավոր բնության արդատրած կործերը պիտի սպանենք ինչպես սուրբ հոգիով փառք որ Աստված պետք եղած զորությունը հայթայթած է եւ մենք կրնանք հոգիով մարմինին կործերը չգադարել սովամահ թողել մարմինը մեր դերը սրդի մեջ եղածը ներկայացուց եւ սա մեր լեզվով կհայտնենք մեր սրդի մեջ եղածը մեր լեզվով կհայտնենք Մատթեոս 15:11 ոչ թե ինչ որ փերանը գմտնե գբղծե մարդը հաբա ինչ որ փերնեն գելլե անիգա գբղծե մարդը ինչ որ փերնեն գելլե փերնեն ինչեր գելլեն խոսքեր եւ այդ խոսքերով անշուշտ մարդը իր որակը ցույց կտա եթե գործնենք ուրիշները լավ մաղթանքներ գնենք
գփարե խոսենք ուրիշներուն համար, մեր աղոթներու մեջ կհիշենք, Աստծո անունը գփարավոր։ Իսկ երբ գքննադատենք այն ադեն սատանան գուրախանա միայն։ Հաջող կմորնանք, որ ամեն դադար խոսքի համար զոր մարդիկ կխոսին Դադաստանին օրը հաշիվ պիտի տան ըսավ մեր Տերը։ Ուրեմն կարևոր ճշմարտությունը այս գլուխի մեջ, որ Առաքյալը գշեշտ է, այն է, որ լեզուն փոքր անդամ մնե, սակայն ինչ ավերներ կրնա գործել։ Վերջին գրակներն ալ, որ հիմա երեք սկսավ Վանկուվերի մեջ, մի խորիկ, որ թոներով գես թափեցին, փոքր գայծեմը մեջտեղ գրնա, գայծակ, այնպես, որ երանի լավ հասկնանք մեր այս լեզվին գադարած գործը և Սուրբ Հոգուին հանցնենք։ Առաջին ճշմարտությունը, որ գշեշտ է, այս է, փոքր անդամ մնե, մեծ վնասներ կրնա հասցնել։ Դարձյալ, երբ մարդու լեզուն Սուրբ Հոգին հսկողության տակ չէ, ան իր զորությունը, ինչպես կարդացի, քեհյանեն գստանա, անգե գարնե։ Մեծ վախ կա, որ լեզուն բիղծ ոգիներու աստեցության տակ խոսքեր արձակե եւ լսողներուն մտքերը թունավորե ու մեծ ավերներ հարաճ բերե։ Շատ մնդանեկան եկեղեցական դժվարություններու պատճառը լեզուն է։ Գահավատամ, որ բոլոր դալ գահամացայնի գասոր, լեզուն է, այս լեզուն փոքր անդամ, ինչ խնդիրներ գահանեդուն մեջ, պամը չի գա, խաղաղության մեջ, լեզուն հիմա կործելու սկսի, ապեղ սպեղ խոսքեր, և ինչ դժվարություններ գծակի։ Օրմը, Աթենքի շուգաներեն մեկու մեջ, այդ մեծ իմաստասերը Արիստոտելիս գկալեր, վազելով մեկը թեպի անոր գերտա, կգեցնե և կսե, քու աշագերդիտ համար ըսելիք ունի։ Արիստոտել կգենա գսե, սիրով գսե, բայց երեք հարցումներով քեզի մաղե բիդանցնեմ, ետկը մդիկ բիդանեմ։ Առաջին գսե, ինչ որ լսեցիր, վստահես թե ճիշտ է, մարդը ոչ գսե։ Երկրորդ հարցում, ինչ որ բիդի ասես, զիս ուրախացն է, մարդը կպատասխանե ոչ, պիտի չուրախացն է։ Օքեյ գսե, երրորդ հարցում, ինչ որ պիտի ասես օգտակար է, ոչ կպատասխանե։ Արիստոտելին գսե նայր, քանի որ ինչ որ պիտի ասես, վստահ չես, եթե ճիշտ է կամ ոչ։ Եվ ինչ որ պիտի ասես, զիս չուրախացներ, և ինչ որ պիտի ասես, օգտակար բան չէ, ուրեմն ինչու համար ժամանակս վատնեմ և քեզի պիտի գնեմ, ըսելով կշարունակե իր ճամփան և երթա։ Մեր կյանքի փորձառութենեն գիտենք, որ այս մարդուն պես շատեր գուքան մեզի և անբադե խոսքեր կխոսին, ոչ ճիշտ խոսքեր կխոսին, այնպես որ ժամանակ մի վատներ։ Առաքյալը գսե, լեզուն անիրավության դիեզերք մնե, այնպեսի անդամ մնե, որ բոլոր մարմինը գապագան է, բոլոր մարմինը։ Լեզուն մարդուն կյանքը կգարավար է։ Հիսուսը սավ, քիչ առաջ որ հիշեցի, սրդին ավելցուկեն պերանը գխոսի։ Ինչ կհասկնաք դուք, սրդին ավելցուկեն պերանը գխոսի, այսինքն սիրտը գարասի նման բան է, և հոն աչքով, միտքով մեղքեր գլեցվի հոն։
Եվ երբ գլեցվի ալ ֆուլ գլա, ինչ գլա հետո գողորտի այդ մեղքերը, գողորտի, որովհետև դեղ չկա լեցված է, լավ, այս հորթիլը թեպի թուրս, ինչպես գողորտի լեզվով, թուրս կուտանք, խոսքերով թուրս կուտանք։ Երբ տեսնեք մեկը, որում կործը ասոր անոր քննադատել է և հաճույք գարն է, բոլորս ալ քիչ թե շատ փորձառություն ունեցած ենք, չարախոսության, բայց վիճակ չէ, կանտրադառնանք, գսենք ես ինչ ասի, ով դեր ներենցի, կանտրադառնանք, բայց գարկ մարդոց չարախոսությունը շարունակ բնավորություն դարձած է, ինչպես որ Դիմոթեոսի մեջ ալ գգարտանք, մանավանդ ներոամիտ կլակ գիները ոս արաքյալը գսես չեմ ասեր, բայց ես կավելցնեմ, որ այր մարդի գնալ նույնպես։ Գիները, որոնք կորդ չունին, դունը նստած են, գսե, նաև ձույլը լալ գսորվին, դունե դուն բդդողներ, և ոչ միայն ձույլ, հաբա շադախոսներ ու հետաքրքիրներ և անբադե բաներ գխոսին։ Ուստի գուզեմ, որ թերասակ գիները ամուսնանան, զավակներ ծնանին և այլն։ Իրականություն է, որ մեկը կորդ չունի, ինչ պիտն է, այնպես որ մի խորիկ թե այր մարդիկը այս ծուղագի մեջ ինգատ չեն, այր մարդիկ կան, լեզում ունին, հետաքրքիր, ամեն բան պետք է գիտնան, այնպես որ բոլորիս համար է ասիկա, բոլորիս համար։ Ուրեմն, ըսկուշը լանք մեր լեզուները։ Չմորդանք, որ մեր խոսքերը զորություն ունին գառուցելու, նաև զորություն ունին քանթելու, շինելու և քանթելու։ Եվ նաև մեր խոսածը հաճախ ցույց կտա մեր ով ըլլալը։ Գուզես մարդուն ով ըլլալը գիտնաս, մտի գրե լեզում։ Լեզում, այո, լավագույն ապացույցները մեկն է, որ ցույց կտա մարդուն ով ըլլալը։ Մեր լեզուները սիրելներ պետք է Սուրբ Հոգուին հսկողությանը դագլան, այլապես օրհնություն պիտի չլա։ Եվ գուզեմ գարկմը 6 թելադրություններ ցեզի դալ, այնպես որ Քրիստոսի սիրով Սեր անձնական, ընտանեկան, եկեղեցական մեր այս մեծ ընտանիքին, կյանքին, երջանկության, խաղաղության համար շատ օգտակար է, բայց գրնաս մտիկ չնել, ազատես, գնդունիս կամ ոչ։ Առաջին թելադրությունը լավ պետք է գիտնաս, թե կործդ ուրիշները սրբակրել չէ, այլ քուանցդ սրբակրել։ Ասիկա որքան շուտ կմբրնես ատքայն լավ է։ Քու կործդ աստուծո հետ է, աստուծո հետ։ Ուղիղ սիրտով անոր հետ պետք է կալես։ Ասոր վրա աշխատե։ Ուրիշները մի սրբակրել, քուանցդ սրբակրել։ Երկրորդ, շարունակ քննե քու կյանքդ ուրիշներուն աչքին շյուղը տեսնել առաջ։ Ինչպես սիրելներ, մեր կործը իրարու հետ ըլլալ է առաջ, աստուծո հետ է, մենք կրնանք իրարու աչեր աղոր ծևացնել, սուրպի հովեր դալ, ավելի հոգևոր, անի մարմնավոր, ասոնք ամենը սուտ մխիթարություններ են։ Միշտ աստուծո արջև է, որ գկալենք, անոր համար մեր սիրտը, անոր արջև ուղիղ ըլլալու է։ Երորդ, երբ անց մկա և ուրիշներուն թերություններու մասին խոսի լսկսի, խոնարհությամբ Քրիստոսի սիրով ըսե հաճիս չեմ ուզեր այդ տեսակ բաներ լսել։ Չանա այդպես անել։ Չորրորդ, շինիչ օգտակար մխիթարություն եղող նյութեր ընտրե և խոսե ուրիշներուն։ Ասի որպես հավատացյալներուն է, անաբաշխար մարդոց մեջ չեք ագնկալեր այս տեսակ բաներ։ Որպես հավատացյալներ, ընտրե, համարմը, հատվածմը, փամմը, աղվոր, շինիչ թողլա և քնա խոսե։ 5-րդ 141-րդ Սաղմոսին 3-րդ համարը գիտակցությամբ ամեն օր աղոթե որ գսե հոն
ով դեր բահաբան թիր իմ պերնիս ու իմ շրթուկներուս թուրը բահե ամեն օր աղոթե ոչ թե թութագային ձևով, հապա քիդակցությամբ։ 6-րդ միշտ հիշե, որ չարախոսությունը սատանային հատկությունն է։ Անվիճելի նյութաս, չարախոսությունը սատանային հատկությունն է։ Գուզես սատանային հատկությունը ունենալ, լեզու կործած է չարախոսություն ունենալ, բայց մի մորնար, որ ահրելի մեղք մնայս, հբարդության թասագարկին և աստուծո անունը գարադավորես։ Արաքյալը հոս գարտացված հատվածի մեջ, վերջավորության գսե, ծեր մեջ իմաստուն ու խելացի ով գա, թողանիգա պարի վարմունքովը ծուցուն է իր կործերը իմաստության հեզությունով։ Ոչ թե չարախոսությամբ, այլ պարի վարմունքով։ Պետք է սիրելներ սորվինք մեր լեզուները զսպելը, որբեսի մեր կյանքը օրհնությունը լա ուրիշներում։ Եվ գուզեմ մի քանի համարներ, երբ այս նյութի շուրջ կպատրաստեի, մի քանի համարներ ես ինձի նվիրեցի, գուզեմ ցեզի ալ նվիրել։ Դեսած եք մեկը ինքնին նվերգն է։ Ուրեմն այս համարները իմ կողմես ցեզի նվերեն։ Պիտի գարտամ Արագած 10-րդ գլուխին 19-21-ը գսե հոն շատ խոսքերու մեջ հանցանք բագաշ չէ։ Թերևս այս համարները կոց գիտենք, բայց լրջորեն խորինք։ Շատ խոսքերու մեջ հանցանք բագաշ չէ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։ Արդարին լեզուն ընդիր արձատ է, ամփարիշներուն սիրտը քիչ արժեք ունի։ Արդարին շրթունքները շատերուն առողջություն են, առաջնորդություն գնեն, բայց հիմարները խելքի բաքսուտեն են գմերդին։ Դարձյալ 12-18-ը պիտի գարտամ։ Մարդիկ կան, որոնք իրեն շատախոսությունով սուրի պես գխոցոտեն, բայց իմաստուններուն լեզուն բժշկություն է։ Գրնակ երևակայել, ունիս իմաստուն լեզուն, իմաստուն լեզուն բժշկություն է։ Դարձյալ 15 բոլոր արագացեն են, 15-4 հոն գսե, խաղաղասեր լեզուն գենատ ձար է, բայց խրովարեր լեզուն սիրտ կգոդր է։ Դարձյալ 25-15 պիտի գարտամ, և այս վերջինը թողլա 25-15 Համբերությամբ իշխանի սիրտը գշինվի և անուշ լեզուն ոսկորներ կգոդրե։ Որքան կարևոր է մեր այս լեզուն, որ կգրենք մեր մեջ։ Ուզես այսուհետև քու լեզուդ Սուրբ Հոգին աստեցության տակը և երբ կխոսիս, իմաստությամբ խոսիս, ուրիշներուն օրհնությունը լա, թուն քու ուխտդ կրնաս նորոգել, եթե գիտագից ես, որ քու լեզուդ աստուծո հսկողության տակ չէ, այս առավոտս է ով դեր, ոչ թե ամբողջ էությունս, այո, լեզուսալ քեզի կհանձնեմ։ Մենք հաջող ես անցամ, ուրախանամ, երբ մեղավորներու գոչ կնեմ, իրավ, որպես անուք աբաշխար են, հոլորսալ գուզենք, նույնպես գոչ պետք ենենք, մենք մեզի որպես հավատացյալներ, այսօր մեր ուխտը նորոգենք, ասենք մեր սրդերու մեջ, Տեր Հիսուս, իմ լեզուս քեզի կհանձնեմ, ներևոր շատ անգամ չարախոսությունների աբագանած փնութենեն զորությունը ստացած եսես մղված խոսեցա ներենձի և այսօր դեր այս առավոտ իմ ուխտս կնորոգեմ և բոլոր էությունս լեզուսալ քեզի կհանձնեմ, գուզեմ որդուն գարավարես, փառքիդ համար կխնդրեմ, ամեն։ Դերը ցեզ օրհնե, իր շնորհքի մեջ պահե և լավ որ այս խոսքերը դեղ գտնեն մեր սրտերու մեջ և բդուղ տան մեր կյանքերուն մեջ, իր փառքին համար, ամեն։
Շնորհակալ ենք Տերոջ խոսքին համար եւ դերը շնորհ որ դերոջմե վերին իմաստություն խնդրենք եւ զանազանության հոգին բարգեւե մեզ մի ամեն մեկուն որբեսի մեր բոլոր հարաբերություններում մեջ գարենանք զինք ցուցաբերել եւ մեր որոշումներով մեր խոսքերով գարենանք զինք փառավորել Հոդնգայս պիտի երգենք 110-րդ երգը հատկացուր ժամանակ թու սուրբ լալու Դեր Հիսուս շնորհակալ ենք այսօրվան խոսքիդ համար, ներկայության համար, փառքուտանք Սուրբ Հոգվույ ներկործության համար մեր սրտերու մեջ ամեն օր գործե որբեսի մեզ քեզի նմանցնե։ Շնորհակալ ենք ով դեր, որ մեզ սիրեցիր, երբ դակավին քեզ մերու էինք, որքան ավելի հիմա, որ քեզ մով գաբրինք, մեզ գսիրես ամեն օր քու սերդ գայտնես եւ ուզես դեր քու սիրովդ մեզի սորվեցնել, դաստիարակել, որպեսզի ամեն բարի գործերու պատրաստ լինենք։ Գնքես խոսքդ Սուրբ Հոգու միջոցով մեր սրտերու մեջ եւ լա որ դեր բդուղ փերե եւ մեր կյանքերը օրհնությունը լան մեր շուրջիներուն, այսպեսով երրորդությունը փառավորվի։ Փառքիդ համար ամեն։ Ամեն